Թոփ 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ Ադրբեջանի դատարանը Արցախի նախկին պետնախարար գործարար Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման մի շարք ծանր հոդվածներով։ Վարդանյանը հայտարարել է, որ դատավարությունը քաղաքական բնույթ ունի եւ չի համապատասխանում միջազգային չափանիշներին։ Հայաստանի իշխանությունները հայտնել են մտահոգություն, իսկ նրա ընտանիքը կոչ է արել միջազգային կառույցներին միջամտել։ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների այցը Երևան նոր ազդակ է տվել Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկել է համապարփակ եւ ընդլայնված գործունեության համաձայնագրի իրականացումը, բարեփոխումների ընթացքը եւ տնտեսական համագործակցության խորացումը։ Մայիսի 5-ին նախատեսված առաջին Հայաստան-Եվրոպական միություն գագաթնաժողովը կարող է դառնալ հարաբերությունների զարգացման նոր փուլ։ Կողմերը նաեւ ընդգծել են իրավական պետության ամրապնդման, արդարադատության համակարգի բարեփոխման եւ կոռուպցիայի դեմ պայքարի շարունակական կարեւորությունը։ ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական խորհրդի նիստում Հայաստանի մշտական ներկայացուցիչը ընդգծել է կայուն գյուղատնտեսական եւ պարենային համակարգերի ձևավորման կարեւորությունը, նշելով, որ պարենային անվտանգությունը դարձել է ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև անվտանգության ռազմավարական բաղադրիչ։ Հայկական կողմը հատուկ ուշադրություն է հրավիրել կլիմայական փոփոխությունների, տարածաշրջանային ճգնաժամերի եւ մատակարարման շղթաների խոցելիության վրա։ Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է խորացնել միջազգային համագործակցությունը նորարարական տեխնոլոգիաների, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման եւ գյուղատնտեսական արտադրողականության բարձրացման ուղղությամբ։ Երևանը շեշտել է, որ պարենային կայունությունը անմիջականորեն կապված է տարածաշրջանային խաղաղության եւ երկարաժամկետ տնտեսական կայունության հետ։ Դատարանը տնային կալանք է նշանակել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորը եւ եղբորորդուն, փոխելով նրանց նկատմամբ նախկինում ընտրված խափանման միջոցը։ Որոշումը կայացվել է քննության ընթացքի շրջանակում եւ արդեն իսկ լայն արձագանք է ստացել հասարակական եւ քաղաքական շրջանակներում։ Գործը դիտարկվում է ոչ միայն իրավական, այլև հանրային քաղաքական համատեքստում, քանի որ այն առնչվում է եկեղեցու բարձրագույն ղեկավարությանը։ Հայաստանը ժամանակավոր առանց վիզայի ռեժիմ է սահմանել Հնդկաստանի այն քաղաքացիների համար, որոնք ունեն ԱՄՆ, Եվրոպական միության կամ Պարսից ծոցի երկրների կացության իրավունք։ Նոր կարգավորման համաձայն նրանք կարող են Հայաստանում գտնվել մինչև 180 օր, առանց մուտքի վիզայի ձևակերպման։ Այս քայլը միտված է խթանել զբոսաշրջությունը, գործարար կապերի զարգացումը եւ ներդրումային հոսքերը։ Կառավարությունը ակնկալում է, որ որոշումը կուժեղացնի Հայաստանի դիրքը որպես տարածաշրջանային բաց եւ հարմարավետ հարթակ միջազգային բիզնեսի եւ տեխնոլոգիական համագործակցության համար։ Ավստրիայի Սուրբ Պյոլթեն քաղաքում մեկնարկել է հայ առաքելական Սուրբ եկեղեցու եպիսկոպոսատ ժողովը, որին մասնակցում են մոտ 30 եպիսկոպոսներ։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ մի շարք եպիսկոպոսներ մասնակցում են առցանց ձևաչափով։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ Տեր Արարատ Քահանա Պողոսյանի խոսքով նախընտրելի է միասնական ներկայությունը, սակայն ընդունված է նաեւ հեռակա կամ համակցված մասնակցությունը։ Նա ընդգծել է, որ այս ձևաչափը հիմնավորված է ինչպես համաքրիստոնեական, այնպես էլ հայ եկեղեցական ավանդույթով։ Պատմականորեն անգամ բանտարկված կամ աքսորված եկեղեցականները իրենց դիրքորոշումները փոխանցել են նամակագրությամբ, ունենալով ժողովական իրավական ուժ։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ մոտ 25,000 քաղաքացի դեռևս կանխիկ է ստանում իր կենսաթոշակն ու նպաստները։ Նա կոչ է արել մինչև մարտի 5-ը բոլորին ընտրել իրենց բանկը եւ անցնել անկանխիկ վճարման համակարգին։ Եթե մինչ այդ օրը դա չարվի, մենք ենք անելու ձեր փոխարեն, բաշխելով որոշակի բանկերի միջև, եւ այդ բանկերից դուք կստանաք ձեր կենսաթոշակներն ու նպաստները։ Նա նաեւ հորդորել է բնակիչներին իրենց հարցերը գրել տեսանյութի մեկնաբանություններում, կանխիկից անկանխիկ անցման գործընթացի վերաբերյալ, ինչը կարևոր քայլ է թվային եւ անվտանգ վճարումների խթանման համար։ Տեր Սերոբ Քահանա Ազարյանը հայտարարել է, որ շատ շուտով եկեղեցին հալածող իշխանությունը կստանա իմ հերթական դիմադրության ուժեղ, կործանիչ եւ բազմակողմանի պատասխանը։ Նա ընդգծել է. «Զի Աստված ընդ մեզ է, իմ մեջ հանապատս», ակնարկելով, որ հավատացյալները համախմբված են եւ պատրաստ են պաշտպանել եկեղեցու իրավունքը եւ ազատությունը։ Տեր Սերոբի այս հայտարարությունը հանրային քննարկման եւ քաղաքական ու կրոնական շրջանակներում ուշադրության կենտրոնում է դնում պետություն-եկեղեցի հարաբերությունների լարվածությունը։ Եվրամիության խորհուրդը Սատու Կոյվուին նշանակել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության նոր ղեկավար։ Նա իր պարտականությունները կստանձնի 2026 թվականի փետրվարի 20-ին։
փոխարինելով Մարկուս Ռիտերին։ Նա ֆին ավագ ոստիկան է ավելի քան 35 տարվա ազգային եւ միջազգային փորձով։ ՀՀ ագնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Խերտյան Կոպմանի հետ։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային տնտեսական եւ տրանսպորտային կապերի զարգացման ծրագրերը եւ այդ ուղղությամբ ՀՀ-ԵՄ համագործակցության հնարավորությունները։ Նրանք մտքեր են փոխանակել առաջիկա բարձր մակարդակի միջոցառումների ու այցերի օրակարգերի, գործընկերության ամրապնդման, ինչպես նաեւ ժողովրդավարական դիմակայունության շարունակական զարգացման նախաձեռնությունների շուրջ։